Յուրաքանչյուր մարդու համար աշխարհը սկսվում է ծննդավայրից, եւ աշխարհը ճանաչել յուրաքանչյուրս սկսում ենք մանկուց եւ մանկապարտեզից։ Գավառ քաղաքի հացառատ թաղամասի փոքրիկներն թիվ 7 մանկապարտեզում սովորում են աշխարհը ճանաչել այս պայմաններում։ Նախակրթարանի մուտքից պարզ ու հասկանալի է դառնում փոքրիկների պատկերացումը մանկապարտեզ կոչվածի մասին, երբ ամեն օր այս սահադաշտով պիտի անցնեն ու հարց է, թե քանի անգամ ընկնել վեր կենալով հասնեն Բաղձալի սենյակ։ Այո, սենյակ, որը հանդերձարան է, խաղասրահ, մի խոսքով ամեն ինչ։ Այնինչ մանկապարտեզը միայն սնունդով ու տեղով ապահովող վայր չէ։ Այստեղ փոքրիկը սովորում է կոլեկտիվ միջավայրի ու շփման տարբեր խաղերի միջոցով։ Սակայն այս անմխիթար պայմաններում, երբ շուրջը ավերակ հիշեցնող պատեր ու պատուհաններ են, ոտքի տակից փախչող մանրահատակ ու առաստաղից թափվող ծեփի կտորտանք, ինչ անհատականության մասին կարող է խոսք լինել։ Խաղերի միջոցով ի հայտ են գալիս նրա նախասիրությունները, կամային դրսևորումները, այսինքն վաղ հասակից ձևավորվում է երեխայի անհատականությունը։ Խաղեր, որոնք սկսվում եւ ավարտվում են խցանների գունային դասավորումով։ Երեխան մանկուց սովորում է կենցաղավարություն, տարրական պայմանների իսպառ բացակայության պարագայում, բայց ոչ տարիներով օգտագործվող միանգամյա օգտագործման տարաներից ջուր վերցնելու եղանակով։ Կոնքամանի հարևանությամբ դրված ջրով լի թասից կարիքները հոգալու տարբերակով։
Շնորհակալություն ասենք World Vision կազմակերպությանը երեխաներին սեղան աթոռներով, մահճակալներով ապահովելու համար։ Միթե մանկապարտեզը պիտի այսքան գորշ ու անհրապույր իր արտաքին ու ներքին տեսքով ընդունի ու ճանապարհի փոքրիկին։ Մանկապարտեզի հարևանությամբ գտնվող Գավառի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի վիճակը ոգևորիչ չէ։ Սանհանգույցից տարածվող գարշահոտություն, առաստաղի ու պատերի ճաքերից թափվող փոշի ու ծեփակտորներ, արտաքին պատերից թափվող քարեր։ Հետո էլ մեծերով նստում ենք փոքրերի կողքին ու խոսում մարդավարությունից, ադատ ավանդույթից, նամուս թասիբից ու էլի շատ բաներից, մեծ արժեքներից։ Հացառատ թաղամասը, ինչպես եւ ամեն մի բնակավայր աշխարհի հետ կապվում է ճանապարհներով։ Ճանապարհ, որին կնախանձի ավտոարշավ կազմակերպող ցանկացած ավտոակումբ։ Խոսքը միայն կենտրոնական փողոցների մասին է, որոնցով անցնելիս գլխումդ մի միտք է միայն պատտվում՝ տեղ կհասնեմ արդյոք։ Ձմռան ընթացքում փողոցներում գոյացած ջրավազաններն ու ջրափոսերը լցվում են ջրով ու եթե սառցակալում են, ոչինչ, վրայով կարելի է անցնել։ Օրերի տաքանալու հետ էլ ավելի է բարդանում թե վարորդների, թե հետիոտների վիճակը։
Հացառատի կենտրոնական հրապարակից եկեղեցի տանող ճանապարհը իսկական չարչարանած ճանապարհ կարելի է կոչել, չնայած բոլոր փողոցներն էլ նույն վիճակին են, նայած փոսերի խորությունից ու խտությունից։ Իհարկե շնորհակալություն Հացառատի բարեգործ այն մարդկանց, ում ջանքերով կատարվել են փողոցների որոշակի վերականգնման աշխատանքներ։ Հացառատի ազգաբնակչությունն այսօր կանգնած է հիմնավոր փաստի առաջ եւ ներկայացնում է արդարացի պահանջ, բարվոք ճանապարհ, բարեկեցիկ ու ժամանակակից պայմաններին համահունչ մանկապարտեզ, ինչը որ նորմալ է սովորական այսօրվա 3-րդ հազարամյակում ապրող մարդու քաղաքացու համար։